Շնորհակալական խոսք եմ ուզում ուղղել ձեզ, որպես կներեք, հա ինձ, որպես թոշակառու։ Ես դիմել եմ, հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ ինձ աշխատանքով ապահովել եմ։ Ես Ռուսաստանից եմ եկել։ Մի տարի պարապ չմնացի։ Դե ուրեմն լավ մասնագետ եք եղել, որովհետև ես ամբողջ կյանք սիրավաբան եմ աշխատել։ Տեսեք, լավ մասնագետը միշտ են լավ աշխատում։ Կոչերով եմ եկել երկիր ու չեմ փոշմանել երկու տարի։ Բայց հիմա թոշակել կստանաք։ Չէ, ստեղ չէ, Ռուսաստանից չեմ, ես երբեք սուպան չեմ անի։ Ստանում եմ, ստեղ էլ աշխատում եմ, շնորհակալ եմ ձեր հրապարակած օրենքների համար, որոնք մեր օգտին են նայել։ Իսկ այս 65+-ը աշխարհի առաջատար երկրներում անգամ երևի չկա։ Շնորհակալ եմ, հարգանքներ խորհուրդում ըստ դա առողջության ապահովագրության համակարգը պետության, այո, ճիշտ է, պետության քաղաքակրթության որոշակի ցուցիչ է։ Հանրային սոցիալական համերաշխության, որ մենք ասում ենք, տենց մարդ չկա, որի հոգսը մեր հոգսը չի։ Ընդ որում ես կառավարության մասին չեմ ասում։ Մենք պետք է բոլորս ուրամ էր եթերը։ Մենք պետք է բոլորը շնորհակալություն հայտնենք բոլոր հարկ վճարողներին, աշխատող մեծ կլինի, փոքր կլինի, ՀԴՄ նրանց ովքեր ՀԴՄ դուրս են գրում, նրանք ովքեր ՀԴՄ պահանջում են։ Այդ սա քաղաքակրթական բան է, իրոք առողջություն, բայց հարցի քաղաքակրթական կողմը շատ կարևոր է, որ մենք մեր ավակ սերնդի հոգսերի մի մասը պետքա հոգանք եւ դա որովհետեւ այս երկիրը մեծ մասով միջև այսօր էլ իրանց կառուցածն է եւ մենք դա պետքա դնենք։ Պարոն Փաշինյան, մի խնդրանք ձեզ, դուք այնքան ջերմ եք վերաբերվում արցախցիներին, մենք այս ընթացքում մոռացանք գյումրեցիներին, որ Գյումրին արդեն ձեզ չեմ ասում, բոլորին ես ձեր անձի նկատի չունեմ։ 37 տարի Գյումրեցին խարխափում է այլևս ոչ բնակության համար պիտանի տնակներում։ Ու այսօր հազարավոր մարդիկ իսկ մենք ստեղ անընդհատ նոր բաներ ենք անում։ Խնդրում եմ ձեզ։ Բաբատան քարտեզ ձեզ։ Պարոն Փաշինյան, դրանից եմ խնդրում թորներս հետս չեն իմացան, որ ձեզ ենք հանդիպել աստեն մեծ բայց Ես երկու հատ կուրկ են հաստադրամար չեմ։ Շատ շնորհակալ եմ հանդիպման համար։ Ես եմ շնորհակալ ձեր գնահատականը։ Էսա մի վարքյան երեխեքը արտահերթ են։ Իհարկե։ Ես ձեզ։ Մեր սրբությունը մեր երեխեքն է։ Ես էլ քեզ երեխա։ Ավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։